Արշակ Սրբազանի կալանքը անկասկած տեղավորվում է այս տրամաբանության մեջ կաթողիկոսի ուղղությամբ ճնշման փորձ եւ կամ ճնշման փորձի շարունակություն եւ իմ գնահատմամբ իհարկե քայլեր, որոնց տրամաբանությունը միտված է Գարեգին II-ին ավելի ըստ իս, այսպես ասենք, ռադիկալ կամ կտրուկ քայլերի մղելու, որի դեպքում իմ գնահատմամբ Նիկոլ Փաշինյանը պատկերացնում է, որ կստանա ավելի մեծ առավելություն իր նախաձեռնած այս արշավի առումով։ Արշակ Սրբազանը քննչական կոմիտե կանչվեց լրիվ ուրիշ գործով, բայց ԱԱԾ-ն երեկ մեկ այլ գործով թմրամիջոց պայուսակի մեջ գցելու կասկածանքով ձերբակալեց եւ այսօր կալանք առաջադրվեց երկամսյա կալանք Մասիս Մելքոնյանի գլխավորությամբ եղավ նիստը։ Ինչ կասեք սրա մասով։ Դե անկասկած է, որ քաղաքական process-ով պայմանավորված ձերբակալություն եւ կալանք է եւ քաղաքական process-ում հատկապես այս նախընտրական շրջանում առաջին անգամ չէ, որ կիրառվում է իրավական ուժային լծակը քաղաքական նպատակներ սպասարկելու համար։ Ինձ համար կասկած չկա, որ այս գործընթացը պայմանավորված է հենց քաղաքական նպատակներով։ Իհարկե նաեւ կա անմիջականորեն հայրաքելական եկեղեցու բարձրաստիճան հոգեվորականության մայրաթոռի անմիջապես հենց կաթողիկոս Գարեգին II-ի դեմ Նիկոլ Փաշինյանի սկսած այս արշավի հանգամանքը եւ մենք տեսնում ենք, որ Գարեգին II-ը չնայած Նիկոլ Փաշինյանի քայլերին փորձում է մնալ հանդարտ դիմակայության պայմաններում, այսինքն չանցնել թե իբրև կաթողիկոս արտառոց դինամիկայով ինչ որ քայլերի ռեժիմի եւ թե նաեւ հայ առաքելական եկեղեցին չբերել այդպիսի քաղաքական դիմակայության ինչ որ ռադիկալ կամ կտրուկ գործողությունների դաշտ։ Սա ես կարծում եմ Նիկոլ Փաշինյանի համար ստեղծում է որոշակիորեն ոչ կոմֆորտ իրավիճակ, որովհետեւ շատ վաղուց գիտենք, որ Փաշինյանի տարերքը ավելի ռադիկալ եւ բևեռացված դիմակայություններն են։ Եվ կարծում եմ նրա գործողությունները իրենց մեջ պարունակում են նկատելի քայլեր միտված կաթողիկոսին հենց այդ դաշտ բերելուն, ինչը մենք տեսնում ենք գոնե առայժմ չի ստացվում։ Եվ Արշակ Սրբազանի կալանավորումը իմ գնահատմամբ ուներ նաև այսպիսի նպատակ, այսինքն չեմ ասում, որ միայն դա էր նպատակը, բայց ուներ նաև այսպիսի նպատակ։ Եվ հատկանշական է, որ այդ կալանավորումը եղավ այն օրը, երբ ամենայն հայոց կաթողիկոսը հովապետական այցով այցելել էր Շվեյցարիայի թեմ եւ նաեւ այցելել էր Մարսել եւ նաեւ գիտենք, որ դեկտեմբերի 10-12-ին հրավիրված է եպիսկոպոսած ժողով Արշակ Սրբազանը նաեւ որքան հնարավոր է գնահատել ունի որոշակի դերակատարում, նշանակալի դերակատարում բարձրաստիճան հոգեվորականության համակարգում եւ այդ դերակատարումն ունեցող անձին կալանավորելով, փաստաթի կտրելով process-ներից, այստեղ անշուշտ կա նաեւ այդ հանգամանքը չեզոքացնել նշանակալի դեր ունեցող ֆունկցիա ունեցող մարդուն եպիսկոպոսած ժողովին ընդառաջ։ Պարոն Բադալյան, դուք ձեր սոցցանցի էջում անդրադարձել եք այս ամենին եւ կապել եք Կայա Կալասի հայտարարությունների հետ։ Մի փոքր կմեկնաբանեք այդ մասով։ Խոսքը բնականաբար ուղիղ եւ անմիջական կապի մասին չէ, այսինքն Կայա Կալասը բացարձակապես զբաղված չէ Նիկոլ Փաշինյանի եւ հայրաքելական եկեղեցու բարձրաստիճան հոգեվորականության հարաբերություններով, բայց հատկանշական է իհարկե անմիջական ոչ ուղղակի կապի իմաստով, բայց ընդհանուր տրամաբանության իմաստով հատկանշական է, որ ընդամենը 2 օր առաջ Հայաստանի եւ Եվրամիության միջև ստորագրվեց ռազմավարական գործընկերության վերաբերյալ ինչ որ նոր փաստաթուղթ եւ այդ համատեքստում նաեւ Եվրահանձնակատար Կայա Կալասը հայտարարեց, որ Հայաստանը ենթարկվում է նույն հիբրիդային հարձակումներին, նույն ցանցից, ինչը եղել է Մոլդովայի խորհրդարանի ընտրությանը եւ իրենք Հայաստանին տրամադրում են այդ հիբրիդային հարձակումների դեմ դիմակայունության համար 15 միլիոն եվրոյի աջակցություն կամ պատրաստ են տրամադրել նման բան հայտարարվեց եւ սա ինչ է նշանակում, եթե այսպես ֆորմալ լեզվից փոխադրում ենք դեպի քաղաքական լեզու, սա նշանակում է, որ նրանք աջակցում են Նիկոլ Փաշինյանի գործողություններին եւ այդ գործողությունների շարքում նաեւ ոչ իրավաչափ քայլերի, իրավական լծակները քաղաքական նպատակների ծառայեցնելու քայլերին, եթե դրանք
այսպես ասած հիմնավորվում են այդ հիբրիդային հարձակումների դեմ պայքարի տրամաբանությամբ։ Իսկ մենք գիտենք, որ պաշտոնական Երևանը եկեղեցու դեմ իր քաղաքական այդ հավակնություններով պայմանավորված արշավը ձևակերպել է որպես արշավ օտարերկրյա գործակալության դեմ, արշավ հիբրիդային Հայաստանի անկախության դեմ, հիբրիդային ազդեցության դեմ եւ այլն։ Ըստ իս Եվրահանձնակատարը եւ եվրոպական ղեկավարությունը շատ լավ պատկերացնում են, որ դրանք ընդհանրապես քարոզչական փաթեթավորումներ են պարզապես ներքաղաքական պայքարի, բայց իհարկե քանի դեռ պաշտոնական Երևանը լոյալ է իրենց քաղաքական պատկերացումներին եւ աշխարհաքաղաքական իրենց ծրագրերին, իրենք պատրաստ են աջակցել եւ ըստ էության դրանից 2 օր անց տեղի է ունենում հերթական աղմկոտ ձերբակալությունը եւ սա է նաեւ պատճառ, որ անուղղակիորեն ակնհայտ է դարձնում այս ձերբակալությունը դե ֆակտո եվրոպական այդ աջակցությունը հայտնելու արարի, այսպես ասենք, հովանու ներքո կատարված ձերբակալությունը։